Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այո, ես դիմում եմ ձեզ հզոր մեր հայ ազգ, քանի որ ես վստահ եմ, որ մեր հայ ազգը իրոք հզոր է։ Ինչ անենք, մենք փոքրամասնություն դուրս եկանք, հզորների մասին է խոսքը, բայց մենք չենք պարտվել։ Մենք միգուցե պարտվել ենք այս ճակատամարտի ժամանակ, բայց պատերազմը դրա առջևում է եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։ Ունեմ ասելու երկու խոսք անդիմադիր ուժերին, այն անդիմադիր ուժերին առայժմս, ովքեր որ չհաղթարեցին շեմը։ Ինչ կասեք, տիկնայք եւ պարոնայք, ձեր արածը ձեր դուրը եկավ։ Հիմա եթե ես ձեզ անվանեմ Նիկոլի լակոտներ, Նիկոլի փալասներ, Նիկոլի տրուսիկներ եւ այդպես շարունակ էլի շատ չանցնեմ գծերը, ձեր դուրը պիտի որ գա, չէ, քանի որ ես ասում եմ ճշմարտությունը։ Չէ որ ես ձեզ զգուշացրեցի, որ ամսի 8-ին, հունիսի 8-ին 2026 թվականին ես կանրադառնամ այն մարդկանց, ովքեր վստահ չեն եղել եւ դա երևում էր, որ նրանք չեն հաղթարելու, բայց իրենք չլսեցին, գնացին, լավ համանից կոպեկ եք ուզում փախցնեք, ծոծրակներդ կտենաք, այդ կոպեկը չեք տենա, յուրաքանչյուր կոպեկ քթներիցդ բերելու եմ համձեր տերերի, հիշեք դա։ Հիմա ուզում եմ անդրադառնամ սիրելի բարեկամներ այն ուժերին, ովքեր հաղթահարել են շեմը, որքանով այս պահին գիտեմ դա ՔՊՆ-ն է, դա ուժեղ Հայաստան դաշինքն է, Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ նախագահն եւ Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունով, որքանով գիտեմ այս պահին։ Պարոնայք, ուզում եմ ձեզ հարց տամ։ Դուք յուրաքանչյուրդ այնպիսի մի ազնվորություն եք, ովքեր անցել եք մի բարդ ճանապարհ ու կայացել եք որպես քաղաքական գործիչ, որպես բիզնեսմեններ։ Ամսի 8-ն է, ժամը 19:00-ի կողմերը, բայց մինչև հիմա չեմ լսում ձեր արձագանքը, դուք ճանաչում եք ձեր պարտությունը, թե ոչ։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ Արթուր Ֆարմանյանը չի ճանաչում հաղթանակը Նիկոլ Փաշինյանի։ Դա օֆիցիալ հայտարարություն եմ անում հենց հիմա։ Ես գտնում եմ, որ նրանք կեղծել են ընտրությունները, ես գտնում եմ, որ նրանք բազմաթիվ խախտումներ են արել ընտրությունների ժամանակ եւ ես չեմ կարող, իմ գաղափարը չի կարող ընդունել այն փաստը, որ թութու լավաները, համասեռամոլները, լիզբիանկեքը կարող են Հայաստանի Հանրապետությունում հաղթեն Մոնթե Մելքոնյանին, Անդրանիկին, Նժդեին, Չաուշին, Վիկտոր Համբարձումյանին եւ իրոք հզոր հայերի։ Ես չեմ կարող մերվել այդ մտքի հետ, հաշտվել այդ մտքից, ես չեմ կարող։ Իմ ուղեղը չի ուզում այդ փաստը ընդունել։ Դրա համար ձեր քարլռությունը ինձ համար անհասկանալի է։ Սիրելի հայ ազգ, եթե դուք հիշում եք, ես ձեզ խոստացել էի, որ եթե իշխանության չկարողանան գան հայերը, հայկական ուժերը, ապա ես կանեմ հայտարարություն։ Իսկ հայտարարությանս թեման հետևյալն է։ Ես ձեզ կրկնեմ մեկ անգամ եւս։ Ես ասեցի, որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը կհայտարարի համահայկական ազատագրական շարժման մասին։ Ես ասում եմ, մենք չենք ճանաչում այս ընտրությունները, մենք չենք ճանաչում այս կապիկ շոուի որոշումը, որ ՔՊՆ հաղթել է ընտրություններում, բազմաթիվ պատճառներ կան դրա համար, բայց կարող եմ ասել, որ հիմա իշքանել դա տարօրինակ չթվա, իրոք կլասիկ քաղաքական գործիչ է Նիկոլ Փաշինյանը։ Ոչ, իր թիմը չէ, Նիկոլ Փաշինյանը։ Նա այնքան
մանրակրքիթ է կարդում ընդդիմադիր դաշտը, քանի որ իրենք այդքան պրիմիտիվ են։ Եվ ես հայտարարում եմ մեր շարժման մասին, բայց այդ ամենը կլինի, սիրելի բարեկամներ, օրենքի սահմաններում, քանի որ ես դեմ եմ ինչ-որ մի ցնցումների Հայաստանի Հանրապետությունում, դա կլինի, ինչպես նրանք են ասում, թավշյա հեղափոխություն։ Մենք կոմունիստներս տվել ենք իշխանությունը իրենց եւ անձինս Նիկոլ Փաշինյանի պապային, Քոր Լևոնին, ներողություն ուղակի բառեր չեմ գտնում էլ, մենք քորից էլ կստանանք, չէ Նիկոլ Փաշինյան, ձեր ժարգոնից խոսամ մի քիչ, մենք հանձնել ենք, մենք կստանանք։ Սիրելի բարեկամներ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրից ջերմ խոսքերի համար, այն ուղերձների համար, որը դուք դիմել եք ինձ, որ պետք չի հանձնվել, պետք է պայքարել, ես ձեզ վստահեցնում եմ, Արտուր Ֆարմանյանի պայքարը կավարտվի մեկ դեպքում, նրանք չեն կարող լռեցնել Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ անձինս Արտուր Ֆարմանյանին, նրա Արտուր Ֆարմանյանին կարող է լռեցնել մի բան, դուք ինքներդ գիտեք, երբ որ Արտուր Ֆարմանյանը կվերջացնի իրեն միսիան այս քորոփուչ անիրավ աշխարհում, ինչպես ասում էր կլասիկը, մնացած յուրաքանչյուր պարագայում Արտուր Ֆարմանյանը սկսում է իրեն պայքարը եւ ինձ համար կապ չունի, նրանք մեկն են, երկուսն են, երեքն են, վեցն են, թե 19 են, այն մարդիկ, ովքեր որ վերարտադրեցին Նիկոլ Փաշինյանին, գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, պատրաստվեք պայքարի, քաղաքական պայքարի Արտուր Ֆարմանյանի եւ ժողովրդական կոմունիստական կուսակցությունի հետ։ Ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, մենք պայքարելու ենք եւ հաղթանակը սարերի ետևում չի։ Եվ մեկ անգամ եւս ես կապացուցեմ մեր հայ ազգին, որ կարելի է պայքարել առանց ռեսուրսների։ Միայն դրա համար պետք է ունենալ համարձակություն, ազնվություն եւ նվիրվածություն սեփական ազգի նկատմամբ։ Մեզ միլիարդներ պետք չի։ Մենք ունենք մարտական ոգի, մենք ունենք զոհված տղեկ, զոհված երեխաներ, ում դեմ մենք պարտքենք եւ մեր պարտքը պետք է տանք։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, գեցե Հայաստանի Հանրապետությունը, գեցես դու հայ մարդ եւ մի հուսաթափվի, մենք ունենք անցնելու ոչ այդքան երկար, բայց դժվար ճանապարհ եւ մենք հաղթելու ենք։ Լավ եղեք, ամուր եղեք, հույսով եմ կհանդիպենք, ցտեսություն, Աստված բոլորիս պահապան։